Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը, օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Հենց ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որպեսզի Հայաստանը Եվրամիությանը թեկնածության հայտ ներկայացնի։ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինին։ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը կնախագահի Հարություն Հարությունյանը ուժեղ Հայաստան խմբակցությունից։ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է, Լևոն Քոչարյանը մեկնաբանել է իրենց ընտանիքի շուրջ ծավալվող գործընթացը։ Հենց ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որպեսզի Հայաստանը Եվրամիությանը թեկնածության հայտ ներկայացնի։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսպես է արձագանքել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վոլոդինի այն հայտարարությանը, թե Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները։ Նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հանրաքվե անել, ուզում եք դառնանք Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե։ Եթե դուք ուշադիր եք, ես այդ հարցին պատասխանեցի։ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն կարող է ռազմավարական բլեֆ լինել։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն է ասել TVP World-ի հետ զրույցում։ Նա շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը երկար եւ դժվար է լինելու, բայց դա մի նպատակ է, որն արժե հետապնդել։ Իրականում ես շատ թերահավատորեն եմ մոտենում հանրաքվեի գաղափարին։ Շատ առումներով այն ավելի շատ ռազմավարական բլեֆ է Հայաստանի կառավարության կողմից, մասնավորապես այն պատճառով, որ Ռուսաստանի գերիշխող Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության թեկնածու դառնալու հարցում։ Այսպիսով դա կպահանջի, որ Հայաստանը նախ դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ինչը քիչ հավանական է թվում։ Երկրորդ, ինչ վերաբերում է հանրաքվեին, սա Հայաստանի վարչապետի հերթական բլեֆն է, պոկերի քայլ, որով նա օգտագործում է Մոսկվայի վրդովմունքը։ Իսկ այս հարցը ինչպես հայտնի է չափազանց զայրացնում է Ռուսաստանի նախագահին։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված Հարություն Հարությունյանն ընտրվել է Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ։ Իր ամփոփիչ ելույթում Հարությունյանը նշել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի միջազգային հնարավորությունների դիվերսիֆիկացիայի կարևոր բաղադրիչ է։ Մենք շահագրգռված ենք Եվրոպական միության հետ առավելագույնս բովանդակալից եւ խոր հարաբերություններով, բայց այդ հարաբերությունների զարգացումը չենք դիտարկում երրորդ պետությունների դեմ ուղղված քաղաքականության գործիք։ Մենք չպետք է եվրոպական ուղղությունը զարգացնենք որևէ մեկի դեմ։ Մենք պետք է այդ ուղղությունը զարգացնենք բացառապես Հայաստանի Հանրապետության համար։ Իշխող ուժի համար խնդիր չի առաջացնի այն, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ է լինելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցնում է, բոլոր հանձնաժողովներում իշխող ուժը մեծամասնություն ունի, բայց միևնույն ժամանակ կասկածներ կան ընդդիմության նպատակների վերաբերյալ։ Ուշադիր հետևելու եմ, որպեսզի ուժեղ Հայաստանը որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես, քանի որ մենք խոսում ենք նրա մասին, որ ես ունեմ կասկած, այն էլ հիմնավորված կասկած, որ ուժեղ Հայաստանը եկել է վերահսկելու այն գործընթացը, որ մենք իրականացնել ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի իր գործընկերներին նկատի ունեմ Հայաստանից դուրս տեղեկացնի, թե որ փուլում ենք եւ փորձի տորպեդահարել, դա վստահաբար նրանց չի հաջողելու։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։ Падգամավոր Լևոն Քոչարյանն իրենց ընտանիքի եւ մյուս ընդդիմադիրների նկատմամբ սկսված գործընթացը համարում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցման արդյունք։ Նպատակն ըստ նրա ժողովրդին տեսարաններով ապահովելն է։ Ինքը թքած ունի, որ իրավական առումով այդ իր խոսքերը հետագայում ես իրավական գործընթացներով Եվրոպական դատարանի վեճերում լուրջ գործիք ա լինելու մեր ձեռքում, ցույց տալու, որ սա քաղաքական հետապնդում է ամենաուղիղ ձևով։ Բայց ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա, ինքը իմիջիալից հիմնականում այդպես է գործում, այդ պահին խնդիր լուծելու համար։ Այս պահին պետք է սա ասել, ինքը կասի թքած ունի, հետո Հայաստանը դրա պատճառով ինչ որ մաս կտրվի Հայաստանի, ժողովրդավարությունը կտուժի, վատ զեկույցներ կլինեն, տնտեսությունը կտուժի։
Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կողմ քվեարկեց կառավարության ծրագրին, որում ի թիվս այլնի ամրագրված է նաև հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված բարեփոխման եւ վեհափառ հայրապետին հանգստի ուղարկելու օրակարգը, ինչն ըստ տարբեր գնահատականների հակասահմանադրական է։ Այս եւ այս օրերին քննարկվող այլ թեմաների վերաբերյալ կզրուցենք իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ։ Տիկին Մելիքյան, կառավարության ծրագրում ամրագրված է նաև հայ առաքելական եկեղեցու այսպես ասած բարեփոխման եւ վեհափառ հայրապետին հանգստի ուղարկելու օրակարգը, կարծիքներ կան, որ այն հակասահմանադրական է, դուք այս հարցում ինչ տեսակետ ունենք, սահմանադրության հետ հակասություն կա այստեղ։ Այո, միանշանակ ես կիսում եմ այդ կարծիքը, որ համահունչ չէ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, համահունչ չէ միջազգային պարտավորություններին եւ ներպետական օրենսդրությանը, որը կարգավորում է այս ոլորտը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը շատ հստակ ասում է, որ պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Այո, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի առանձնահատուկ դեր, որը ճանաչված է օրենսդրությամբ, որպես ազգային եկեղեցի, բայց սա չի նշանակում, որ դա պետական մարմին է, կամ որ պետությունը իրավունք ունի միջամտելու ներքին հարցերին, ինքնակառավարման հարցերին, հա, ու դա ոչ միայն սահմանադրական սկզբունք է, այլ նաև միջազգային իրավունքի սկզբունք է։ Կրոնի ազատության, դավանանքի ու խղճի ազատության համատեքստում շատ հստակ է, որ պետությունը իրավունք ունի ընդհանուր առմամբ կարգավորել, հա, ինչ որ օրենսդրություն ունենալ գրանցման հետ կապված այլ հարցերի, բայց որևէ իրավունք չունի միջամտելու, թե ով պետք է ղեկավարի ինչ որ եկեղեցի։ Ու մենք խոսում ենք ցանկացած կրոնական կազմակերպության մասին, հա, ոչ միայն հայ առաքելական եկեղեցու մասին։ Իրավունք չունի որոշելու, թե կանոնադրությունը ինչ պետք է գրվի, ընտրությունները ինչպես պետք է անցկացվեն եւ մնացած այլ հարցեր։ Իսկ կառավարության ծրագրում այն կետը, որը խոսում է հոգեվոր անվտանգության մասին, այդպես է կոչվում, հա, իրականում մի քանի կետ ունի կամ տենց թիրախ, հա, մատնանշված, որոնցից մեծ մասը իրապես խնդրահարույց է։ Նախ որպես պատրվակ կամ որպես հիմնավորում այդ նախաձեռնության խոսվում է, որ պետք է խոսվեն, որ կառավարությունը կարծես թե, չգիտես ինչու պետք է պատասխանատու լինի, որ եկեղեցին կանոնականության դաշտ պետք է հետ բերվի եւ քաղաքականացումից դուրս լինի։ Իրականում երկու հարցն էլ խնդրահարույց են, որովհետեւ հաստատ կառավարությունը չպետք է որոշի, թե եկեղեցին կանոնական է, թե ոչ, եւ քաղաքականացման առումով էլ իրականում հենց նման միջամտություն է քաղաքականացում։ Ավելին, այս ծրագրով նախատեսված է կաթողիկոսի հեռացումը, որը նույնպես անկախ հիմքից այս դեպքում միջամտություն է ու ոչ համաչափ միջամտություն է, ապօրինի միջամտություն է լինելու եկեղեցու գործունեությանը եւ հետագայում պլանավորվում է կազմակերպել ընտրություններ, նոր կաթողիկոս ընտրել, կրկին այս ամենը հակասում է մեր օրենսդրությանը։ Ավելին, կառավարությունը պատրաստվում է աշխատել կանոնադրության վրա, հա, եկեղեցու ապահովել, որ դա ընդունվի, իսկ այդ ապահովել բառը իրականում ինքնին նշանակում է միջամտություն, այսինքն ոչ թե ստեղծելու են այնպիսի պայմաններ, որպիսի օրենսդրությամբ սահմանված ինչ որ կրոնական կազմակերպություն գրանցվի եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, այլ հստակ բարձ է դառնում, որ ուզում են նաեւ աշխատեն բովանդակության վրա։ Մեկ կետ կա, որը կարող է ընդունելի լինի, հա, մեր օրենսդրության տեսանկյունից, խոսքը գնում է ֆինանսական թափանցիկության մասին եւ այլն, այսինքն պետությունը իրավունք ունի սահմանել կանոններ, հա, պահանջել ֆինանսական հաշվետվություններ, հարկային եւ այլն, եթե մեր օրենսդրությամբ նման բան նախատեսված լինի, բայց կրկին դա պետք է վերաբերի բոլոր կրոնական կազմակերպություններին, ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ զեկույց պատրաստում եք եւ ինչ ակնկալիք ունեք նաեւ միջազգային կառույցներից այս հարցի վերաբերյալ։ Առանձին զեկույց չենք պատրաստում, բայց մենք մշտապես մտահոգություններ ենք հայտնել եւ այդ թվում նաեւ հրապարակային հայտարարություն ենք տարածել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ որ հերթական անգամ ակտիվացավ, հա, այս պլաները եւ հնչեցվեցին որպես ծրագիր, հա, կառավարության պոտենցիալ ծրագրի մաս եւ քարոզարշավի ընթացքում, հա, հնչեցվեց եւ նաեւ մենք իրականում ահազանգում ենք համապատասխան հարցերով զբաղվող միջազգային կառույցներին, մատնանշելով, որ այս ամենը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին։ Եվ ինչ ակնկալիք ունեք այդ կառույցներից։
Իրականում սովորաբար միջազգային կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան մանդատ, պետք է արձագանքեն այս դեպքում, եթե օրինակ կոմունիկացիա է գնում ՄԱԿ-ի կրոնական հարցերով, հատուկ զեկուցողին, ըստ էության օրինակ կակնկալեինք համապատասխան կոմունիկացիա Հայաստանի կառավարության ուղղված, որտեղ կմատնանշվեն այն մտահոգությունները, այն խնդիրները, որոնք առաջանում են նման ծրագիր ունենալու եւ միջազգային պարտավորություններ կատարելու համատեքստում եւ այլն։ Դեռևս որևէ մեր անունից դեպս մենք որևէ կոմունիկացիա չենք ներկայացրել, բայց տեսականորեն նման ակնկալիք կլինի։ Անդրադառնանք այսօրին շատ քննարկվող մեկ այլ թեմայի։ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իր պահանջը ներկայացրեց դատաիրավական համակարգին, ինչին հաջորդեցին ձերբակալություններ եւ խուզարկություններ, արդյոք սա ուղիղ հրահանգ էր եւ առհասարակ այս գործընթացները իրավական են թե քաղաքական։ Նայեք, իրականում ցանկացած իրավական գործընթաց նույնպես կարող է դառնալ քաղաքական, եթե դրա մեջ խառնվում են քաղաքական գործիչներ։ Վերջին տարվա ընթացքում մենք բազմիցս այդ թվում հրապարակային խոսել ենք Հայաստանում ավելի ակնհայտ դարձած քրեական արտադրության համակարգը ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործման պրակտիկայի մասին, Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ քաղաքական դերակատարներ, գործադիրի կամ ազգային ժողովի պատգամավորներ, երբ որ հստակ հնչեցնում են ինչ որ ակնկալիք, որը հաջորդ օրը կատարվում է իրավապահ մարմինների կողմից եւ դա կարող է հասարակության մոտ ստեղծել տպավորություն, որ գործում են ոչ թե օրենքի պահանջից ելնելով, այլ քաղաքական դերակատարների պատվերը կատարելով։ Ու սա իրականում շատ մեծ խնդիր է առաջացնում, որովհետև երբ որ դատաիրավական համակարգի հանդեպ չկա վստահություն, որ նրանք գործում են անկախ, օբյեկտիվ եւ իրականացում են արդյունավետ քննություն, ոչ թե ընտրովի արդարադատություն, այս առումով նման գործելակերպը իրականում խաթարում է այդ վստահությունը եւ երբ որ նման պրակտիկան կրկնվում է, դա լուրջ մտահոգությունների տեղ է տալիս։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը զեկույց էր պատրաստել այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր մեխանիզմը սկսվում է կիրառվել դատարաններում, ինչ հիմնական արձանագրումներ են արվել զեկույցում։ 2018 թվականին իշխանափոխությունից հետո հենց առաջին ամիսներին իրականում հայտարարվեց այդ պահին գործող կառավարության ղեկավարի կողմից, որ հատիկ առ հատիկ հետ է բերվելու թալանված գույքը եւ ոչ թե բանտերն ենք լցնելու, այլ հենց գնալու ենք գույքի վերադարձի ճանապարհով եւ իրականում կատարում այդ հանձնարարությանը ստեղծեցին հատուկ մասնագիտացված կառույցներ Հայաստանում, հակկոռուպցիոն դատարան եւ այս դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն դատախազության կազմում եւ ընդունվեց հատուկ օրենք, որը բավականին խնդրահարույց էր։ Մենք առաջին փուլով, երբ որ դիտարկել ենք դատարանի գործունեությունը դեռևս 23-24 թվականներին, արձանագրեցինք, որ եւ օրենքը եւ պրակտիկան բնականաբար դրանց բխող չի համապատասխանում մի շարք առումներով, չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, խոսքը գնում էր նրա մասին, որ դատախազությունը ուներ գրեթե անսահմանափակ հայեցողություն, որ գույքը ուսումնասիրի, որ գույքի մասով բռնագանձման պահանջ ներկայացնի։ Ու սա իրականում խնդիր է ինչու, որովհետև այն երկրներում, որտեղ գործում են համանման մեխանիզմներ, կա որոշակի ժամանակահատված, որի ընթացքում անձը, հատկապես եթե պաշտոնատար անձ է եղել, կարող է ենթադրել, որ իր գույքային դրությունը կարող է ստուգվել եւ եթե կան էական անհամապատասխանություններ օրինական եկամուտների եւ արկա գույքի միջև, այդ դեպքում հարցեր առաջանան եւ այդ գույքը բռնագանձվի, եթե հաստատվի, որ ապօրինի է։ Հայաստանի դեպքում կառավարությունը այդ օրենքը ընդունելով, ԱԺ-ի միջոցով ընդունելով, դատախազությանը գրեթե կարտ բլանչ տվեց այդ իմաստով եւ թույլ տվեց մինչեւ 91 թվականի սեպտեմբերի 21-ը հետ գնալ եւ ուսումնասիրել համապատասխան անձանց գույքը եւ շատ հեշտ է պատկերացնել, որ հատկապես 90-ական թվականներին ձեռք բերված գույքը շատ դժվար է հիմնավորել եւ ապացույցներ ներկայացնել 30-35 տարի անց, ցույց տալու, որ այդ գումարը ուներ անձը եւ կարող էր ինչ-որ բան ձեռք բերել։ Եվ փաստացի ստացվում էր, որ որոշ դեպքերում անգամ ձևական ինչ-որ քրական գործ էր հարուցվում, որը թույլ էր տալիս այդ վարույթը նախաձեռնել եւ արդեն առանց որևէ հերանեկարի այդ քրական գործի մասին մոռանում են կարծես թե, բայց հիմնականում այս վարույթով շարունակում են գործեր քննել։ Կարծիքներ են հնչում, որ այս օրենքը կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, եւ օրինակ այն գործարարները կամ օլիգարխները, ովքեր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը չեն քննադատում, այս օրենքը նրանց նկատմամբ չի գործում։ Այս առումով դուք ինչ դիտարկումներ ունեք, որքանով են տեղին այսպիսի պնդումները։ Նայեք, 100-ից ավել
հայցը ներկայացվել, հա, որոնք որ բաց են արդեն հանրության համար եւ կարող ենք տեսնել թե ում դեմ են ներկայացվել այդ պահանջները։ Մեր դիտարկված գործերով ճնշող մեծամասնության դեպքում խոսքը գնում է նախկին պաշտոնատար անձանց մասին, գործող 3 համայնքապետ ընդհանրապես հիմա օրինակ ներգրաված այդ գործերը, որոնք մենք դիտարկել ենք, նրանց քաղաքական հայացքների մասով, որքանով որ տեղյակ եմ, կարող եմ ասել, հա, կարծես թե ավելի շուտ ընդդիմադիր հայացքներ ունեն, բայց վստահորեն չեմ կարող պնդել։ Տպավորություն ստեղծում է հատկապես հրապարակային ելույթների արդյունքում, հա, որ գնում են նախկինների հետևից, հա, իրենց գույքն են ստուգում եւ այլն։ Ու դա շատ կարեւոր է արձանագրել, որ այս պահին կարծես թե գործող պաշտոնատար անձի, գործադիրի համենայնիվ կամ իշխող ուժին պատկանող, հա, կամ հարող որևէ անձի մասով ես համենայնիվ տեղեկություններ չունեմ, որ կա վարույթ, բայց պետք է նշել նաեւ, որ վարույթները գաղտնի են լինում միջև որ հայցը ներկայացվում է դատարան, այսինքն հնարավոր է որ ինչ որ վարույթներ լինեն դեռևս դատախազությունում, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Բայց համենայնիվ դատարան հասած գործերից, որքանով որ մենք տեղյակ ենք, իշխող ուժից կամ նրան հարող աջակցող անձի մասով վարույթներ կարծես թե չկան։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղու կոնցենսիոն կառավարմանը։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի կարծիքով նախ այլ խնդրի մասին պետք է մտածել։ Արդյոք Հայաստանին տվել են երաշխիքներ, որ եթե կոնցենսիոն կառավարումը ռուսական կողմից փոխանցվի որևէ այլ պետության, հաջորդ օրը կբացվի Հայաստան-Նախիջևան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները։ Եթե Հայաստան-Նախիջևան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները շարունակում են մնալ փակ, անկախ նրանից Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի տակ, X երկրի կոնցեսիոն կառավարման ներքո, թե գտնվում է Հայաստանի կառավարման ներքո առանց որևէ կոնցեսիոն համաձայնագրի, միևնույն է, հնարավոր չէ Նախիջևանի Թուրքիա իրականացնել ապրանքը փոխադրումներ Հայաստանի տարածքով, քանի դեռ Հայաստան-Նախիջևան եւ Թուրքիա-Հայաստան սահմանները փակ են։ Հետեւաբար հիմնական խոչընդոտը սահմանների փակ լինելն է։ Այսինքն, քանի դեռ սահմանները փակ են, պնդել, որ հիմնական խոչընդոտը դա ռուսական կոնցեսիոն կառավարումն է, մի փոքր տարօրինակ է հնչում։ Ռուսաստանից փախչող քաղաքացիների ընդունումն ինչպես կանդրադառնա Հայաստան-Ռուսաստան առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա։ Քաղաքական ռիսկերի վերլուծաբան Ռաֆի Էլիոթի կարծիքով Ռուսաստանն այնուամենայնիվ այս իրավիճակում զգույշ կգործի, քանի որ ունի Հայաստանի կարիքը։ Հայաստանը գտնվում է չափազանց հետաքրքիր տարածաշրջանում։ Վերջին 3-4 տարիների ընթացքում սկսած Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից ռուսաստանցիների մեծ հոսք է եղել դեպի Հայաստան։ Մինչև 100,000 ռուսաստանի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Ոմանք ժամանակավորապես, ոմանք էլ հաստատվելով այնտեղ բացելով բիզնեսներ եւ այլն։ Հատկապես բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ իրենց գրասենյակներով, աշխատակիցներով եւ ընտանիքներով ամբողջ կազմով տեղափոխվել են Հայաստան։ Ավելին, երկիրը պատրաստվում է ռուսաստանցի փախստականների նոր հնարավոր հոսքի, կապված սեպտեմբերին Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի սպասումների հետ։ Արդեն իսկ բարձրացել են անշարժ գույքի գները, ավելացել են հյուրանոցների ամրագրումները։ Այսպիսով Հայաստանը հստակորեն պատրաստվում է այս ամենին։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաշխի թողնեք օրվա կարևոր նորությունները։